Ամեղ զոհերը, որոնք եղան, դրա համար երևի։ Ծաղիկ եք բերել։ Ու մոմավառություն է լինելու։ Ինչպես եք տեղեկացել, որ այսօր այստեղ ծաղիկներ մոմավառություն է լինելու։ Իմ հարազատի միջոցով, որ այսօր մոմավառություն է լինելու եւ ծաղիկներ են լինելու։ Պան Գասպարյան, ասելիք չունեք։ Երևի չէ։ Պան Գասպարյան, մի րոպե չեք անում։ Ճաշույթ։ Ամիջյան գնացեք նկարեք։ Անի դու մնաս։ Ուզում ես ասինդի։ Օնոսիպյան մեկ տարի անցել այս դեպքերից և մեկ տարի անց ինչպես է գնահատում, առավել ևս դուք և որ այնտեղ պատանդի կարգավիճակում եք հայտնվել, մասնակից եք եղել։ Ես խնդրում եմ ինձ ներեք, ես այսօր կցանկանայի լավեի։ Շնորհակալություն։ Այսօրվա միջոցառումը ցույց է տալի, որ մեր հասարակությունը չի հանդուրժում եւ չի հանդուրժի զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու որևէ գործ։ Շուրերի գործողությունները դուք ապստամբություն համարում եք։ Ոչ, դա աբեկչություն է։ Բայց նման հոդված չկա, մեղադրանք առաջադրված չկա նման հոդվածով։ Դա արդեն դատախազության սխալն է։ Ներսում ինչ էր կատարվում, ինչ արվեց։ Հուշաքար հուշարձան է բացվել, որին ներկա են եղել թե ոստիկանության ղեկավարությունը, թե զոհվածների հարազատները եւ թե քաղաքական, հասարակական խաղի ներկայացուցիչները։ Դասեր քաղեցինք մեկ տարի անց։ Կարծում եմ ավելի ուշ կարելի է այդ հարցին պատասխանել, քանի որ այս պահին դատաքննություն է գնում եւ ոստիկանությունը ձեռնպահ է անում որևէ հայտարարություն կամ կարծիք հայտնելուց։ Կլինի դա ոչ իրավական երևի ես չեմ որ պիտի ասեմ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ըստի ձեռնպահ եմ անում դատաքննության փուլում որևէ կարծիք հայտնել։ Պարոն Արոնյան, ոստիկանությունը բացառում է Սասնա ծռերի կրկնություն, որտեղ արտախորհրդարանական ընդդիմության ուժերը համ պարբերաբար հայտարարում են նոր ոստիկանությունը չի զբաղվում կանխատեսումներով, ոստիկանությունը կանխարգելում է, ոստիկանությունը բացահայտում է, ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի հասարակական կարգը։ Ձեր հարցը մեր ոլորտից չէ։ Այդպիսի տրամադրվածություններ, բայց նկատում եք արդյոք այսօրվա ներքաղաքական։ Գտնում եմ մենք կանխատեսումներ չենք անում։ Իսկ ինչ անցածտրի չհաջողվեց կախարկել է։ Ինչ անցածտրի չհաջողվեց։ Գիտեք, ամբողջ աշխարհում ցանկացած պետությունում ամենահարուստ եւ ամենադեմոկրատականից սկսած մինչեւ ամենավերջին հանցագործություններ ավաղ կատարվում են բոլոր երկրներում։